չէ, որ Վարշավյանոցում ինչքան էլ գեշ մազերդ կտրեն կամ ֆենեն, վերջում որ հարցնում են ասում են ձեզ դուր եկավ, միշտ ասում ենք այո։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր կարան դրա վերջում ասեն, վայ չէ, ես էս չի ուզել, խնդրում եմ լվացեք նորից կամ ինչ-որ բան արեք, ինձ թվում է իրանք ուրիշ մոլորակից են։ Ես միշտ ուզեցել եմ, բայց կյանքում չեմ կարա։ Մեկ էլ միշտ չեմ հասկացել ինչի են վարշավիները մազերը շատ կտրում։ Ճախորդը ասում է, ուզում եմ այսքան երդվեմ, էս կտրում են։ Միշտ ինչի։ Մարդը ասեց, այսքան խիա կարի մազերով տուն գնում։ Ինձ թվում է ես այսօր ամեն դեպքում տոնային կօգտագործեմ, որտեվ ինձ դրել էի կասմետոլոգի տեղ, այս գրռը մեծ առաջ ու չգիտեմ ինչ արեցի դեմքս։ Հաջորդ անհասկանալի կետերից ինձ համար այնա թե ինչ էինք փոքր ժամանակ մենք բոլոր աղջիկներս կամ քաչալ կամ տղու կտրվածքով ինչ էին անում մեր ծնողները մեր գլխին ինչի համար ինչու ես պետք է մեծանայի այդ տրավմայով ինչերի մազերը կտրում մեր հարևան Սուսանու ու այդքան վատ թվում է մենք բոլորս այդ 90-ականի հատկապես այդ սկզբի երեխեքը այնքան տրավմաներով ենք մեծացել, այնքան աննորմալ բաներ ենք տեսել ու իմ ամենաչսիրած բանը, որ ինչ-որ բանի մասին խոսում ես, ինչ-որ վատ հիշողություններ եւ այլն, միշտ ասում են, «Բախ, հիմա մեծացակ, հոգի բան, այնխի մենք վատ ենք ապրել» ու ասենք այդ սերնդի ովքեր մեզ մեծացրին այդ մարդկանց 90%-ը հատկապես կանանց, պրոստը կյանք չեն ունեցել, ասենք տառապել են, բայց ապրեն, իրանք հերոս են, որ կյանքում հոգեբանի չեն գնացել, լուր ամեն ինչ հանդուրժել են։ Ու շատերը մտածում են հոգեբանի գնացող մարդիկ խնդիր ունեն, բայց իրականում հավատացեք, խնդիր ունեցող մարդիկ իրականում չեն գնում հոգեբանի մոտ։ Օրինակ այն մարդը, որ տուն է գալիս իր կնոջը երեխեքին ծեծում ջարդում, ինքը կյանքում չի գնում հոգեբանի մոտ, ասում գիտեք, ինչ ես խնդիր ունեմ։ Օրինակ այն կինը, ում որ ծեծե ջարդել են, ինքն է գնում, ասում է հրաշ ջան, մի որոշ մի բանով օգնեք, հոգեվիճակս վերականգնեմ, շարունակեմ ապրել։ Հիմնականում այն մարդիկ, ովքեր գնում են թերապիայի, իրանք չեն խնդիրը, այլ իրանք փորձում են վերականգնվել այն մարդկանց տված տրավմաներից, ովքեր երբեք չեն գնում հոգեբան։ Այս 3 րոպեները ինչ չի երիքում, ժամանակը երկարացրեք էլի վեհ։